Բայց ես երկրորդ լուրջ ուրեմն գիտական աշխատության կներկայացնեմ իմ անելիքներից մեկը քիչ առաջ հիշում եք դուք ասեցիք ես որ ավելի ճիշտ 2500 հուշարձան ես նախապատրաստում եմ Շիրակ աշխատի հուշարձանների քարտեզի հրատարակում շատ լավ առաջ կար սովետի ժամանակ պես նկարով մեկ ուրիշ շատ հետաքրքիր բան յուրահատուկ ծրագիր արդեն մեջքալված մենք հələ ընթացքից հələ ժամանակն է պետք որ ես նստեմ աշխատեմ նյութերը փառք Աստծո կա Գյումրի քաղաքի մշակութային հուշարձանային քաղաքի փողոցների քարտեզ շատ հետաքրքիր որտեղ հիմա տեսեք մենք արդեն մի քանի անուններով տարբեր տեսակի ուրեմն ինֆորմացիայի մեջ ենք կեսը խառնում ենք կեսը Ալեքսանդրովսկին է մի հատվածը դարել է կդրվինգը փողոցները կդրվում են հիշում եք մեր առաջի հանդիման ժամանակ օրինակ պարտադիր պայմանն է ասենք թե Գյուրջևի փողոցը գտնելուց ես օգտվեցի Ալեքսանդրապոլի 5 քարտեզից եւ ինձ համար ավելի ընդունելի ես ասած պաթոսային ձևով քաղաքի անունը հիմա ուրեմն չասեմ ում անունով է որ չնվաստացնեմ բայց հին անունը եղել է Տիխայա ուլիցա մերը եղել է Կարսկայա ես Պավեդան Գեներալսկայա պատկերացրեք այս քաղաքը նա ունեցել է նաբերեժ Երևանսկայա Տիֆլիսկայա Լորիս Մելիկովսկայա բայց հետաքրքիր Բեյբուտովսկայա այո դա մեր քաղաքի պատմությունն է ոչ թե ասենք թե եկանք արդեն խորհրդային տարիներ եկանք արդեն սովետական տարիներ փոխվեց Լենինիադան նես մտավ Շաումյանի եւ այլն պահպանելով այդ ամբողջ ժառանգությունը իհարկե բայց ճիշտ է որ ինֆորմացիան տեղադրես այսինքն աշխատում եմ կփորձեմ նաեւ հին փողոցների անուններով ասենք թե տեղեկատվությունը ներկայացնել որ մարդիկ կան մի քանի հատ օրինակ շատ լավ Լևոն Պարսենյանի կատարած աշխատանքը կա եւ մի քանի տուրիստականի բայց այդ հիմնարար խնդրից այսինքն փողոցների թաղերի մեր պատմության Գյումրին ինքը մշակութային միջավայր է միայն այսպես ասած տրանսպորտի երթևեկելու փողոց չէ այս փողոցից այնտեղ ամեն մի թաղը արդեն մի կոլորիտ է Սլավոդկեն ուրիշ է մարդիկ գնանան մարդկանց դեմքն է փոխում շատ հետաքրքիր քունական քաղաքասեր գործերին ուրիշ է այ հիմա ասենք թե մենք գտնում ենք սա կոչվում է Բոշի մայլա, բայց գիտեք, այս Բոշի մայլա ասվածը սա ինֆորմացիայի պակասություն է, սրանք հայախոս մշակութային տարեներ է հայախոս Բոշաներ են